2022 թվականին Հայ բիզնես բանկը ձեռք է բերում շվեյցարական ընկերության կողմից ու 25% փայատեր դառնում է պետությունը։ Մամուլում պատտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի։ Այսօր Սոկոլովը մտել է մեր հայկական կյանք, հայկական իրականության մեջ։ Հետաքրքիր փաստ ասեմ։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը այսօր Ամիո բանկի ՓԲ-ի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը, վարչության անդամ։ 23 թվականին պարոն Ռուբինյան ՄՏՍ Հայաստանը դիմում է, որ ձեռք բերի ինչ-որ օֆշորում գրանցված ավտոյի դալալ, կներեք ձևակերպմանս համար, որովհետև այդ մարդը անուն ազգանուն էլ որ ասեմ, Մանոլիս Թարխանադիս, եթե ճիշտ եմ ասում, 50-ամյա Կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր ավտոյի առուվաճառքով, բայց Հայաստանում ուզում էր ձեռք բերել բջջային օպերատոր։ Մերժում են, տեսնում են անվտանգային խնդիրներ, պարոն Ռուբինյան։ Բայց այնուհետև, երբ որ 24 թվականին արդեն լինում է Ֆեդիլկո Group Limited-ը, որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է, ձեռք է բերում։ Ու հետաքրքիր մի բան ասեմ, գործարկից հետո Լևոն Ռուբինյանը, նույն Լևոն Ռուբինյանը նշանակվում է Viva Armenia կառավարման անդամ։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ Ամիո բանկի սեփականությունը Հրազդան ցեմենտի գործարանն է, ժողովուրդ։ Այսինքն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն, պետություն ուղիղ պիտի կառավարեր։ Հաջորդ հետաքրքիր գործարքը որ լինում է, ժողովուրդ ջան, ձեռք է բերում Ռոստելեկոմը, Viva Armenian։ Անվտանգային խնդիրներ կա թե չկա, ժողովուրդ ստեղ։ Այսինքն երկու լուրջ օպերատորը ձեռք է բերում ու այդ նույն Viva-ի կառավարման կազմում Լևոն Ռուբինյանն է, ժողովուրդ։ Սա նորմալ է։ Շարունակությունը բոլորի շատ լավ հայտնի է դարձել, որ Սոկոլովը նշանակվեց Թրիպի հիմնադրամի նախագահ։ Ժողովուրդ։ Նույն մարդն է։ Մեր ոլորտներում, չորրորդ ոլորտ արդեն ցույց տվեցի, որ մտել է այս մարդը։ Հաջորդը որ կա հանքարդյունաբերությունը, որ թարմ ինֆորմացիա կա, որ բաժնեմասա ձեռք բերել մեր հանքարդյունաբերության գիգանտների մեջ։ Ու ստեղ գալիս է մի հատ առողջ տրամաբանության հարց։ Նշեցինք 4 կարևորագույն ոլորտ, ժողովուրդ։ Ֆինանսներ, ենթակառուցվածք, հանքարդյունաբերություն, կապ։ Ցանկացած պետության համար սա ռազմավարական անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներ է։ Ոլորտներ, որոնք Հայաստանի պարագայում չափազանց կարևոր է Թուրքիայի համար, շատ կարևոր է Թուրքիայի համար։ Եվ այստեղ հարց է առաջանում. Թրիպի պրոյեկտի ղեկավար Սոկոլովը, որը այս պարագայում Թուրքիան ամենամեծ շահառուն է այս պրոյեկտների որ կա, ու մյուս կողմից է Թուրքիայի հետ գլխավոր բանակցողի եղբայրը ներգրաված են այս գործընթացների մեջ։